ցանկանայի իմ գոհունակությունը հայտնել Էմիրատական կողմին ամենամյա ներդրումային համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ուրախ եմ գտնվել Արաբական Միացյալ Էմիրություններում, որը Հայաստանի համար կայուն զարգացման և նորարարության ոլորտներում առաջընթացի, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեխնոլոգիական հնարավորությունների իրացման համար հուսալի գործընկեր է։ Լիովին կիսում եմ այն տեսլականը, որ ներդրումները կենսական դեր են խաղում գլոբալ հարատապ մարտահրավերների դիմակայելու հարցում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, աղքատությունը, անհավասարությունը։ Ի վերջո միջազգային համագործակցության ամրապնդումը կարող է համաշխարհային ֆինանսական կայունությունը խթանելու և համաշխարհային շուկայում բոլոր ներդրողների համար հավասար պայմաններ ապահովելու համար։ Կհամաձայնեք, որ այսօր գործող աշխարհակարգը փոխվում է բավականին դինամիկ տեմպերով, իսկ մենք ապրում ենք պատմության բեկումնային, որոշ իմաստներով անկանխատեսելիության փուլում։ Ցանկացած տեղեկատվությունն իր մեջ բացասական երանգ է պարունակում, որն անորոշության զգացում է առաջացնում, զինված հակամարտություններ, աշխարհաքաղաքական լարվածություն, ճգնաժամեր, տնտեսական անկայունություն, կլիմայի փոփոխության սպառնալիք, մարդու իրավունքների խախտումներ, սոցիալական ցնցում, աղքատություն, անհավասարություն։ Ֆարկած բոլոր իրադարձությունները մարտահրավերներ են նետում համաշխարհային կայունության հիմքերում։ Չմոռանանք նաև արդի պայմաններում անհավանական տեմպերով մեծացող արհեստական բանականության դերի մասին, որը կենսական նշանակություն ունի բարելավելու մարդկանց կյանքի վիճակունությունը, արձագանքելով առաջացող մարտահրավերներին։ Այս մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է հավաքական հանձնառություն, երկխոսություն, փոխշահավետություններ, բանակցություններ։ Կցանկանայի մեջ բերել Արաբական Միացյալ Էմիրության հիմնադիր նախագահ լուսահոգի Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի խոսքերը, որ միասնությունը ճանապարհ է դեպի ուժ, պատիվ և ընդհանուր բարիք, աշխարհաքաղաքական փոփոխությունների և նախկին կանոնակարգի վերանայման պայմաններում Հայաստանը, որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր, ժողովրդավար ու զարգացող տեխնոլոգիական տեսլականով երկիր, կառուցում է ժամանակակից կենսունակ, քաղաքական և մրցունակ տնտեսական համակարգ։ Մեր կարևորագույն կապիտալը կրթված, աշխատասեր, օրինապահ հասարակությունն է։ Կառավարությունն իր հերթին ներդրումներ է կատարում անհրաժեշտ ենթակառուցվածքներում, տեխնոլոգիական աճին աջակցելու համար։ Ստեղծում են տեխնոլոգիական կենտրոններ ու պարկեր, ինչպիսիք են ԿՕԱՎ, Թումո ստեղծարար տեխնոլոգիական ուսումնական կենտրոնները, որոնք կենտրոնացած են երիտասարդ տղաների զարգացման ու մրցունակ սերնդի կրթության վրա։ Նորություն չէ, որ երիտասարդության շրջանում ակա է մեծ հետաքրքրվածություն բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ռոբոտաշինության և նորարարության հանդեպ։ Մենք առաջարկում ենք տարածաշրջանում ամենաբաց և գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը, բարելով բացառների քաղաքականությունը։ Ժողովրդավարության զարգացմամբ մենք շարունակաբար ամրապնդում ենք երկրում արդար և մրցունակ տնտեսական միջավայրը, օրենքի գերակայություն և անկախատական համակարգ, ինչն ուղղակիորեն նպաստում է ներդրումային միջավայրի հուսալիությանը, պաշտպանությանն ու զարգացմանը։ Իշխանությունների կողմից իրականացվող գործարար միջավայրի խորը և համապարփակ բարեփոխումների օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ են առաջարկում։ Հայաստանն օրինական երաշխիքներ է տրամադրում օտարերկրյա ներդրողներին, ներառյալ սեփականության պաշտպանությունը, կապիտալի ազատ տեղաշարժը և թափանցիկ հարկային համակարգ։ Վերջին տարիներին Հայաստանը բարձր վարկանիշներ է գրանցել միջազգային ինդեքսներում, այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են օրինակ ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, տնտեսական ազատությունը, գործարար և ներդրումային ազատական միջավայր։ Հայաստանն ունի ներդրումների պաշտպանության երկկողմ պայմանագրեր ավելի քան 40 երկրների հետ, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Հայաստանն առաջարկում է մի քանի ազատ տնտեսական գոտիներ, որոնք բարենպաստ պայմաններ են ապահովում օտարերկրյա ներդրողների համար։ Այս գոտիներն առաջարկում են հարկային արտոնություններ, պարզվեցված մաքսային ընթացակարգեր և մուտք դեպի տարածաշրջանային շուկաներ։ Իմ պատվիրակությունն այստեղ է կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնցով իմ գործընկերները կկիսվեն ձեզ հետ։ Պատրաստ են գործնական բանակցությունների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, փորձի ու տեխնոլոգիական փոխանակման։
Միևնույն ժամանակ կարևոր է համարում, որպեսզի օգտվելով առիթից մեր գործընկերները տեղեկացված լինեն Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին։ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է։ Մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկ նախագիծը, որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործում։ Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է տալիս տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման և միջազգային առևտրային միջանցքերի գործարկման համար։ Նախագծի առանցքային գաղափարը կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, ափի մալուխներ և էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու և ի վերջո մարդկանց մեջ շփումների հնարավորություններ ստեղծելու միջոցով, ինչը կարևորագույն բաղադրիչ է խաղաղության համար։ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների արտաշրջափակումը, պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման, ինչպես ներհավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար։ Վստահ է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ավելին, Հարավային Կովկասը պետք է վերածի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ, ինչն իր հերթին կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, մարդկանց միջև շփումների ակտիվացմանը, միաժամանակ ապահովելով ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճը։ Շնորհակալություն։ Cities are no longer just clusters of buildings. They are smart ecosystems built on the ideas of visionaries, startups, and unicorns. These bold ideas are creating powerful waves of foreign direct investment and amplifying global trade.